հիմա վավերացման փուլն է, բայց ֆորմալություններին մենք պետք է չսպասենք, մենք պետք է հնարավորինս արագ գնանք առաջ, եւ դա է եւ մեր եւ Միացյալ Նահանգների տրամադրությունն ու տրամադրվածությունը։ Շնորհակալություն, Նյուզեն։ Պարոն Փաշինյան, ես ուզում եմ նախ հստակեցում անենք ԱԱԾ-ի հետ կապված, որովհետև շատ անհասկանալի է իրավիճակը։ Տեսեք, դուք ասում եք ԱԱԾ-ն ինքնուրույն կարող է ինչ-որ տեղեկություն, ինչ-որ տեսանյութ տարածել։ ԱԱԾ-ն եթե ինչ-որ տեղեկություն կամ տեսանյութ է տարածում, սովորաբար եւ պաշտոնական էջով է տարածում եւ մենք որպես լրատվամիջոց հասկանում ենք, որ դա պաշտոնական տեղեկատվություն է։ Չենք ընկնում համացանցից եւ պեղում ենք ինչ-որ տեսանյութ կամ գտնում ենք իշխանական լրատվամիջոցներ եւ հասկանում ենք, որ այդպիսի տեսանյութ է տարածված։ Այս մասով եւ օրինակ ԱԱԾ-ն կարող է ինքնուրույն առանց ձեր հրահանգի, ձեր ելք ու մուտքի ժամանակ նկարահանել ու տարածել։ Այդ եւ ընդ որում տարածել համացանցով։ Այս նկատառումը խնդրում եմ անդրադարձեք եւ ես ուզում եմ անդրադառնալ երեկվա ազգային ժողովի ձեր պատասխաններին հարցերի բուն էությանն եմ ուզում անդրադառնալ դուք բավականին վրդովված եք հունից դուրս եկած եք հիմա ուզում եմ հասկանալ պարոն Փաշինյան որն է այդ պատճառը այսինքն հնարավոր է ձեզ անհանգստացնում է որ ընդդիմությունն ասում է դուք լեգիտիմ չեք հնարավոր է դուք ներսում աղմուկ եք փորձում ստեղծել որ դրսից եկած սպառնալիքները չեզոքանան կամ չերևան այդ ամեն ինչի ֆոնին որն է ի վերջո ձեր այդքան մեծ վրդովմունքի պատճառը վերջը դուք հաղթել եք, ինչից եք վրդովել։ Եվ երկրորդ հարցը նա հստակեցում էլ կարող եք երկրորդ հարցը տեսեք դուք մշտապես հայտարարում եք, որ յուրաքանչյուր քաղաքացու քվե շատ կարևոր է ձեզ համար։ Դուք ընտրության ամբողջ ընթացքում դուք այդ հայտնի արտահայտությունը եւ ամեն ինչ կախված է մեկ մարդուց։ Բայց տեսեք ինչ տեղի ունեցավ, ես չեմ ասում ձեզ, ինչպես ընդդիմությունը այս ընթացքում ասել է, մանդատագողությամբ եք զբաղվել եւ դուք լեգիտիմության խնդիր ունեք եւ Ծառուկյանի ձայներն եք գողացել։ Ես ընդհանրապես հարցնում եմ ձեզ, ինչ անեն 2600 քաղաքացի, որը քվեարկել են այն ընտրատեղամասերում, որոնց ձայները հիմա առ-ոչինչ է համարվել։ Այդ քաղաքացիները դուք մի երկրի ղեկավար եք, որի 2600 քաղաքացու ձայն առ-ոչինչ է համարել։ Դուք չեք մտահոգվում դրանից։ Այդ քաղաքացիները այդ տեղամասերում, որտեղ անվավեր է ճանաչվել, քաղաքացիական պայմանագիրը 1800 թե 1800 ձայն է ստացել։ 1800 ձայն է ստացել եւ քաղաքացիական պայմանագիրը ձևավորել է մեծամասնություն եւ ըստ էության այն պրոպորցիաներով են քվեարկել այդ տեղամասերում, ինչ մնացած բոլոր տեղամաս կամ ինչ ընդհանուր երկրի պատկերն է եւ քաղաքացիների ձայնը այդքանով արտահայտվել է։ Մնացածը ոչ ինձ, ոչ կենտրոնական ընտրական որևէ մեկին ընտրական օրենսգրքով հստակ բանաձև է դրված եւ այդ բանաձևը դրվել հաշվարկել է։ Հիմա ինչ են ասում, ինչ չեն ասում, վերև են թռնում, ներքև են իջնում, հստակ օրենքը բանաձևը դրած է, այդ բանաձևը ընդ որում եթե չեմ սխալվում շատ երկար կանեն, չի որ նոր է ստեղծվել։ Այսինքն շատ հստակ ձևակերպված է։ Ընդ որում այդ տեղամասերում, որտեղ անվավեր է ճանաչվել, առաջին հենց բրիֆինգի ժամանակ ընդդիմադիր լրատվամիջոցները տեղամասերի մասին էին հարցեր տալիս, ասում են, այդ տեղամասերում հիմա քաղաքացիական հասարակություններ պահանջվում, որ չեղարկվի, այսինքն օբյեկտիվ ինչ, բայց ո՞նց կարա բաց քվեարկություն ո՞նց կարա տեղի ունենա։ Այսինքն դուք առաջարկում եք, որ ընտրությունների բաց քվեարկություն տեղի ունենա։ Դրան Վենետիկի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարություն տարածել, դրան Վենետիկի հանձնաժողովն էլ անդրադարձել ժամանակին, մեր սահմանադրական դատարանն էլ անդրադարձել շատ վաղուց։ Այսինքն մաքուր իրավական լուծում է տրված հարցին եւ այդտեղ որևէ քաղաքական շարժման տեղ ընդհանրապես չկա։ Ինչ վերաբերվում է իմ գնալ գալ ԱԱԾ-ն կարա թողարկի, եթե օպերատիվ անհրաժեշտություն գտնի, այո կարող է թողարկի։ Եթե գտնի օպերատիվ իմն է ցանկացած մեկինն է։ Եթե գտնի օպերատիվ անհրաժեշտություն, այո կարող է դա անել։ Ինչ վերաբերում այդ իմիջիալը շատ հետաքրքիր տակտիկա, հետաքրքիր բան է։ Քարոզ Արշավի ժամանակ է նայում եմ ընդդիմադիր լրատվամիջոցները գրում են Փաշինյանը բան արեց կորցրեց ինքնատիրապետումը վրդովված ես կրկոտ հռետոր եմ հարգելի գործընկերներ ես հիմա էլ կարելի է ասել հիմա եթե մի քիչ ինձ հուզող թեմայի մասին խոսամ էլի կրկոտ եւ երանդուն եմ խոսալու ես ընդ որում հիմա ասում եք այ ընտրություններից արդյունքներով այսպեսին
Հետ գնացեք մի տարի առաջ, ես այդպես էի խոսում, 2 տարի առաջ ես այդպես էի խոսում, 10 տարի առաջ ես այդպես էի խոսում, 15 տարի առաջ ես այդպես եմ խոսում, ես այդպես եմ հաղորդակցվում, որովհետև այդ թեմաները դրանք շատ կարևոր օրգանիկ թեմաներ են, ես այդ թեմաներով ապրում եմ, սա ինձ համար բան չի, քաղաքական ներկայացում չի, սա կյանք է, որով ես ապրում եմ, և հետևաբար, այսինքն ինչ վերնագիր ուզում եք դնեք, դա ձեր իրավունքն է, ես այդպիսին եմ, ես այդպես եմ խոսում, հիմա եթե դուք ասում եք, այ ընտրությունն եմ կարող, մի բան ա եղել, որից վրդովվել եք, ես 15 տարի առաջ եմ տենց խոսել, 10 տարի առաջ էլ, 5 տարի առաջ էլ, 6 տարի առաջ էլ, 8 տարի առաջ էլ, միշտ, ես միշտ խոսում եմ այդպես, և ես միշտ խոսում եմ սուր, գնացեք նայեք այդ նույն մարդկանց մասին, որոնց անուն այսօր տալիս եք, ես օրինակ ազգային ժողովում ինչեր եմ ասել, ոնց եմ ասել, դիմադիր պատգամավոր եմ եղել, տենց եմ խոսել ազգային ժողովում, թե տենց չեմ խոսել, իհարկե տենց եմ խոսել, ես խոսում եմ այդպես, հիմի դա լավ է, թե վատ է, ես դա չգինեմ, բայց ես խոսում եմ այդպես, ես հաղորդակցվում եմ այդպես։ Շնորհակալություն, հաջորդ հարցը մեր։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան,